կուսակցություն են կազմում այդ նոյան կապանի շուրջ, եւ նաեւ ցանկանում անդրադառնալ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրվել է Սամվել Կարապետյան, ինչքանով եք հնարավոր տեսնում այս գործընթացը եւ նաեւ ցանկանում Դե էլի հարցերը հերթով տվեք, որ հնարավոր լինի պատասխանել, որովհետեւ թեև ես կարող եմ իրականում ձեր վերջի հարցին պատասխանեմ, բայց նայեք, նախ սկսենք ընդդիմադիր ուժերի համագործակցությունից։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը առաջինը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ։ Դա բացարձակ հրամայական է, չի կարելի ընտրությունների գնալ, ինչպես դա եղել է 21 թվականին 25 տարբեր կուսակցությամբ։ Ով որ գնում է փոքր այդպիսի ուժերով, նայո, ի սկզբանե գնում է ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ ընտրություններում ինչ-որ մի անհասկանալի դերակատարում ստանձնելու, մեզանից երբեք այդպիսի բան չսպասեք։ Եթե մենք համոզված չլինենք, որ մենք ընտրություններում հաղթելու ենք, ավելի լավ է մենք ընտրություններից դուրս գանք, մեր ձայները փոխանցենք այլ քաղաքական ուժի, քան թույլ տանք, որպեսզի այս վարչակարգը կարողանա նորից վերարտադրվի մեր ձայների հաշվին։ Այդ մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին, իրանց քաղաքական ուժերին, ես կարծում եմ, որ համագործակցություն ունենա արդեն ընտրություններից հետո։ Երբ որ մենք հասկանանք մեր ժողովուրդը, մեր ընտրողը, որ ուժին ինչպիսի մանդատ է տվել։ Դա շատ կարևոր է, որովհետև երբ որ դուք տեսնում եք, որ ուժը ինչպիսի մանդատ է ստացել, գերակշիռ, թե փոքր, ավելի մեծ, կարող է միայնակ կառավարություն կազմել, թե կոալիցիայով, այդ ժամանակ է գալիս իրական համագործակցության պահը, երբ որ դու հասկանում ես ինչպիսի ընդհանուր քաղաքական կուրսի շուրջ դու կարող ես համաձայնվել, որովհետև շատ պարզ է պատկերացումը, եթե մի ուժ ստացել է ենթադրենք 20% ձայն, մյուսը 5% ձայն, գերակշիռ է այն ուժի կարծիքը եւ մոտեցումը, որ 20% ձայն է ստացել, համաձայն եք, իսկ դա մենք կարող ենք բարձր միայն ընտրություններից հետո։ Ուստի ձեր հարցի պատասխանը մենք կստանանք ընտրություններից հետո, բայց որևէ կասկած չպետք է լինի, որ այն ուժերը, որոնք իրապես ընդդիմադիր են, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան այս վարչախմբի վերարտադրությունը ազգային ժողովում։ Եվ օրինակ մասնապես երկրորդ տուրի ընտրությունների գնալու միջոցով։